Կան պրեպարատներ, որոնք այսօր շատ են օգտագործում, մանավանդ ծնողների շրջան, երբ իրենց երեխաներին են տալիս։ Ծնողների շրջանում այդպիսի պրեպարատներ գնողները և ինչու՞ չէ ինքնաբուժողները ավելի շատ են այդ պրեպարատներով։ Գոնե ինֆորմատիվ առումով պետք է իմանան, թե ինչ պրեպարատ է դա և ինչպիսի արդյունք է սպասվում իրենց երեխային։ Դա նուրոֆենն է, այսինքն ծանր հետևանքները ինչպիսին են լինում։ Նուրոֆենը ինքը ունի հիմնական, այսինքն բաղադրությունը նուրոֆենի դա իբուպրոֆենն է, որը իր մեջ ընդհանուր ֆունկցիոնալ աշխատանքը, որի կայանում է իմունային համակարգի ռեցեպտորների, որոշ ռեցեպտորների ընկալունակության անջատման հետևանքով ախտանիշը ճնշում է, այսինքն այդ պրեպարատի գործառույթը կայանում է, հանդիսանում է դրանում։ Չեմ, որպեսզի ինֆորմացիան ավելի պարզ լինի, անվանումներին և ռեցեպտորների և այն լիպիդների և ֆերմենտների աշխատանքը, որոնք անջատում են, դրանց անունների վրա մենք չենք խորանա, հիմնական պրոցեսը սա է, որոշակի ֆերմենտատիվ գործունեություն է անջատում, որոշակի լիպիդների արտադրությունն է կանգ առնում, որից հետո հյուսվածքների ռեցեպտորները, որոշակի բջիջների ռեցեպտորները չեն տեսնում հիվանդությունը, այսինքն ինֆեկցիան, և դադարում են պրոցեսներ միացնելը այդ ինֆեկցիան դուրս հանելու համար, որը կոչվում է բորբոքային պրոցես։ Բորբոքային պրոցեսը դա բնական պրոցես է, որը օրգանիզմին մաքրում է հերթափանցած ինֆեկցիայից կամ կուտակված թույնից։ Այսինքն կա ինֆեկցիա, ինֆեկցիաները դրանք նաև ոչ միայն իրենք են շատ անում, այսինքն վիրուսային ինֆեկցիան կամ բակտերիալ, օրինակ բակտերիալ ինֆեկցիաների դեպքում էլ նաև օրգանիզմը թունավորում է, այսինքն արտադրվում է սեփական նյութափոխանակության արգասիքները այդ ինֆեկցիայի, այսինքն բակտերիաների կամ մանրէների կողմից, որը մնում է օրգանիզմում, որպեսզի օրգանիզմը և վիրուսներից, և բակտերիաներից, և ինֆեկցիայից առաջացած թույնից ազատվի, առաջանում է բորբոքային պրոցես։ Դրանից է, որ քթերից է գալիս հոսքը, արագ հազ, խոր, լուծ, հաճախամիզություն ինֆեկցիաների ժամանակ, որոշ դեպքերում քրտնելու միջոցով օրգանիզմը կարող է մաքրվել, այսինքն այդ պրոցեսը անջատելով այդ նուրոֆենը, թվում է, թե այսինքն քթերից կտրվեց, մարդը կարծում է, թե առողջ է, բայց ընդհակառակը թույնը կուտակում է ներսում և նոր ավելի բարդ հիվանդություն է առաջանում։ Եվ այդ ինֆեկցիան դուրս չի գալիս շատերի մոտ, վերածվում է խրոնիկի։ Այսինքն ընդհանուր առմամբ նուրոֆենը, որի մեջ իբուպրոֆեն է, այդ պրեպարատը ուղղակի զգայունակությունն է անջատում ինֆեկցիայի նկատմամբ և այսինքն գլխացավը չկա այդ օրը կամ 10 րոպե, դե չի հետաքրքրում գլուխը ցավում է լյարդի պատճառով, ինֆեկցիայի պատճառով, տենդի պատճառով, գրիպի պատճառով և այլն, և այլն։ Այնինչ պետք է, եթե ցանկանում ենք բորբոքային պրոցեսը դադարի, ապա պետք է օրգանիզմին օգնենք, որպեսզի մաքրվի, չխանգարենք և օրգանիզմին օգնենք, որպեսզի հակամարմինները արտադրվեն, այսինքն իմունային պատասխանը լինի լիարժեք։ Փորձ ցույց է տվել, որ այն երեխաներին, ում շատ հաճախ են տալիս նուրոֆեն, այդ երեխաներին նույնիսկ հասարակ, երբ որ ջերմություն կա, գրիպ է, բայց թույլ, այդ երեխաները ծանր են տանում ու դժվար են բժշկվում։ Լինում են շաբաթներով կարող են ծանր տանել և թուլություն խրոնիկ, հյուծված են դառնում ընթացքում ու մեծ նոր հիվանդություններ են ներքին առաջանում։ Փաստացի ծնողը ցանկանալով բուժել իր երեխային ավելի է հասցնում իր սխալ բուժումներով և ինքնաբուժական այդ մեթոդներով ավելի է հասցնում երեխային հիվանդության դուռը։
Այդպիսի պրեպարատները, որոնք ախտանշան, դրանք վտանգավոր են ու լուրջ հետևանքներով։ Նույնը վերաբերում է նաև կաթիլներին, երբ որ քթից արտահոս կա, կաթիլներ են լցնում քթերին, դա նույնպես ինքնաքայքայման, կամ այսինքն այդ ճանապարհն է, որով գնում է, այսինքն պացիենտը կաթիլները լցնելով նեղացնում է ոչ միայն քթի, խոռոչի, լորձաթաղանթների անոթները, այլ նաև գլխուղեղի անոթները։ Դա ապացուցված է, որ քթի խոռոչում երբ որ կաթացնեն, դա հասնում է նաև գլխուղեղի անոթներին, եւ եթե 5-ից 7 օրից ավել ամեն օր կաթացնում են, դա արդեն գլխուղեղի ծանր հիվանդություններ է առաջանում, էլ չեմ ասում, որ մի քանի անգամ կաթացնելուց հետո լորձաթաղանթների խրոնիկ հիվանդություն առաջանում քթի խոռոչում։ Ընդհուպ շատերի մոտ կարող են եւ պոլիպներ առաջանալ, եւ գլխուղեղի այտուցներ, այսինքն նորագոյացություններ, ընդհուպ մինչև այդպիսի հիվանդություններ են առաջանում այդ կաթիլներով։ Այսինքն հոսքը կա, պետք է հասկանալ, հոսքը ինչից է, հազում է ինչի համար, օրգանիզմը ուզում է մաքրվել, օրգանիզմը ուզում է ազատվել, եւ իմունային համակարգի համար է ժամանակ է պետք, մինչև արտադրվեն հակամիջններ, մինչև օրգանիզմը ճանաչի ինֆեկցիան դուրս հանի։ Եվ այս ինֆորմացիան կօգնի գոնե ոմանց իրենց երեխաներին պաշտպանել թունավոր եւ վտանգավոր պրեպարատներից։ Առողջ եղեք։